Տասնամյակներ առաջ, երբ Միացյալ Նահանգներում դեռ չկար ջելատոյի արտադրություն, Բորիս Ղազարյանը Իտալիա գնաց սովորելու կրեմային այս քաղցրավենիքի պատրաստման հնարքները։ Հիմա որդու հետ Մերիլենդում ջելատոյի եւ այլ սննդամթերքի հետ մեկտեղ նաեւ արտադրողների համար դպրոց են բացել, որ մասնագետ դառնալու նպատակով Իտալիա հասնելու կարիք էլ չլինի։ Սննդի ոլորտի մեր դպրոցում ուսանողները կարող են սովորել իտալական ջելատոյի կամ պաղպաղակի ու այլ տեսականու արտադրության հնարքները, այնպես որ դրա համար Իտալիա գնալ պետք չէ, ինչպես ժամանակին հայրս արեց։ Մեր ուսանողները հիմնականում ամերիկացիներ են, նաև գալիս են Կանադայից եւ Մեքսիկայից։ Անուշեղեններին վերաբերյալ հումքերը շուկան մեծացել է, ու ջելատոն արդեն մեր 10% բիզնեսն է։ Իտաբերկո անվան BER միջանկյալ մասը արևմտահայերեն տարադարձությամբ Պերճ անվան սկզբնատառերն են, միակցված Իտալիա երկրի անվան հետ։ Այսքանից հետո Վաշինգտոնյան բուհերից մեկում միջազգային հարաբերություններ ուսանող Պերճ Ղազարյանի համար այլ տարբերակ չէր մնում, քան հրաժարվել դիվանագիտական կամ քաղաքագիտական կարիերայից ու միանալ հոր հիմնած կորպորացիայի թիմին։ Կար մի ժամանակ, որ անհարմար էի զգում, բայց հիմա նայելով հետ հասկանում եմ, որ հայրս ընկերությունը կարող էր կոչել օրինակ իր անունով, ինչպես շատ գործարարներ են անում, բայց նա խնդրեց իր տղային այդ պատվին արժանացնել, ու սա շատ պարտավորեցնող է։ Հաստատվելով Ամերիկայում Բորիսն այստեղ առաջինը սկսեց ջելատոյի մասսայական արտադրություն։ Գործն արագ առաջ էր գնում, բայց 2008-2009-ին, երբ Միացյալ Նահանգներում տնտեսական սուր ճգնաժամ էր, օրեցօր զարգացող կորպորացիան հաշված շաբաթներում կործանվեց։ Այո, բանկը բանկրապտել է, մենք չէ, մենք բանկրապսի չարանք, բանկն արավ, բայց դժբախտաբար մեր ամբողջ ունեցած չունեցածը ձեռքից տվինք։ 2009 թվականին սկսանք նորեն ավելի փոքր ընկերությունը Բալտիմորում սկսանք եւ կամաց շատ դժվարություններով իսկապես հեշտ բան չէր մեզ համար էդի։ Փոքր տարիքից նա ալպինիզմով է զբաղվել, բարձունքներ հաղթահարելը դեռ Պարսկաստանում էր սովորել, դրան գումար ենք նորից ու նորից ոտքի կանգնելու հայերին բնորոշ գիծը, հայր ու որդի գործի անցնելով արտադրությունը կրկին զրոյից ոտքի հանեցին, հետնել նոր գործարան կառուցեցին, մի քանի տարում դառնալով ամերիկյան արևելյան ափի խոշորագույն հայ արտադրողներից մեկը։ Ստաֆը մեր գործավորությունը շատ մեծացել եւ արդեն հասել է մետեղ, որ ես եւ պապաս ավել շատ մեր գործընենա, որ մեր leadership team-ին կարողանանք ուժը տանք եւ օգնությունը տանք, որ առաջ երթան։ Գործարանի առաջին հարկում հին ֆրանսիական Citroën-ը թե դիզայնի մի մասն է, թե քշվող մեքենա է, երբ պետք է լինում վինտաժ այս մեքենայով են գնում ցուցահանդեսների։ Տարին մի քանի անգամ Citroën-ը կարելի է տեսնել նաև դեսպանատան մոտ կամ հայկական եկեղեցու տարածքում։ Գործը գործ, բայց ընկերությունը տասնամյակներով հայկական համայնքային ու դիվանագիտական ձեռնարկների հիմնական աջակիցն է։ Սա արդեն բիզնես չէ, պետության ու համայնքի կողքին կանգնելը պարտականություն են համարում։ Մենք որպես բիզնես չենք անում։ Եվ անցյալ 30 տարվում տարին ելնում է 10, տարին ելնում է 5, տարին ելնում է 15, կապ ունի ինչ ձեռնարկներն են, մենք ընդենք եւ աշխատում ենք միշտական ինչքան կարող ենք անենք։ I even feel Armenian. Ամեն անգամ, երբ իրենք մատակարարում են դեսպանատանը կամ եկեղեցուն, ես գնում եմ, ու չնայած հայ չեմ, ինձ սկսել եմ հայուհի զգալ։ Իրեն էլ դիմելիս ասում եմ Բորիս ջան։ Երկու անգամ զրոյից սկսելով ու ամուր կանգնելով ոտքի վրա ամերիկահայ գործարարն ասում է, լեռներ բարձրանալու հմտությունները բիզնեսում ու կյանքում պետք են եկել, երբ սար ես ելնում, վերևում արահետներ կան։ Դրանք մարդիկ են գցել, որոնք չեն վախեցել դժվարություններից ու չեն սպասել, որ ինչ որ մեկը իրենց համար գա ու ճամփա գցի դեպի գագաթը։ Հայկարամ Նահապետյան, Լուրեր, Վաշինգտոն։